Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Բռնաճնշումներ, վաղ շաբաթում ընթանում են խուզարկություններ, կան ձերբակալվածներ։ Խաղաղության օրակարգ, թրիփ, գերիներ, ինչ են քննարկել Փաշինյանն ու Վենսը։ Թրիփը վերացվել ներդրումային ծրագրի։ Հայաստան, Ռուսաստան հարաբերություններ, Մոսկվայի ու Երևանի հայտարարությունները։ Ազգային ժողովն ընդունել է ԿՊ-ական պատգամավորի առաջարկած նախագիծը, ինչ է փոխվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում։ Չեք կարծում, որ սա անհավասար դաշտ է ստեղծում պայմանագրային մյուս ծառայողների համար։ Վաղ առավոտից վաղարշապատում բռնաճնշումներ են ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, հայտնում է վաղարշապատի ավականու հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Նրա խոսքով խուզարկություններն ու ձերբակալությունները շարունակվում են։ Ըստ Խաչատրյանի այս պահին ձերբակալել են 5 անձի։ Սևակ Խաչատրյանի հետ խոսել է իմ գործընկերը։ Լսենք։ Տոտալ բռնաճնշումները մարդկանց մեր ավականու նաև դաշինքի տեխնացուներին հաղթանակ, նաև աջակիցների խուզարկություններն անում տանում են ոստիկանության բաժիններ, քննչական չենք հասկանում ինչի համար։ Ենթադրում եմ, որ այս մարդկանց հələ վախ ունեն վաղարշաբաթ համայնքից, ԿՊ-ականները, դրա համար այս բռնաճնշումները շարունակվում են։ Իսկ մեղադրանքները պարզեն ինչ որ բան ասել են ձեզ, ինչի համար են տանում։ Այս պահին պարզ չի։ Իսկ ազգային ժողովում ընթանում է քառօրյա նստաշրջանի հերթական նիստը։ Խորհրդարանը 86 կողմ 0 դեմ 5 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ԿՊ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի 27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար։ Սակայն ընդդիմությունը համոզված է, որ զինված ուժերում ատեստացիայով աշխատավարձի բարձրացումն անհավասար պայմաններ է ստեղծելու։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցած կամ պատիվ ունեն ծրագրում ծառայողները։ Եվ այստեղ է ամբողջ խնդիրը, ատեստացիայով աշխատավարձի լոկ բարձրացում, թե համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտար շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել։ Նույն մտահոգությունն ունի Տիգրան Աբրահամյանը, նրա խոսքով Պաշտպանության նախարարությունն անհավասար պայմաններ է ստեղծել պայմանագրային ծառայողների միջև։ Ծրագրով 5 եւ 2 տարի պայմանագիր կնքողներին ապա չեք կարծում, որ սա անհավասար դաշտ է ստեղծում պայմանագրային մյուս ծառայողների համար, որոնք 3 տարի կամ մինչև միգուցե 5 անգամ երկարացնում են իրենց պայմանագրերը, բայց այսպիսի պատվովճար չեն ունենում։ Պարոն Աբրահամյան, խնդրեմ օրենքի բովանդակության ավելի մանրամասն ծանոթանալ, խոսքը չի վերաբերում կիսամյակային քննություններին, խոսքը վերաբերում է ուսումնական զորամասում, ուսումնական պրոցեսի ավարտական քննությունների արդյունքները համարել որպես ատեստացիայի գնահատական։ Անդրադառնանք արտաքին դիվանագիտական դաշտում տեղի ունեցողին, խաղաղության օրակարգ, թրիփ, գերիներ, Միացյալ Նահանգների փոխնախագահի այց։ Նիկոլ Փաշինյանը J.D. Վենսի Հայաստան այցից անմիջապես հետո հանդես է եկել հարցազրույցով։ Ըստ Փաշինյանի, Թրամփի ուղի նախագծով հիմնական ուղերձը հետևյալն է։ Աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու։ Մենք թրիփը պետք է անցնենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այդ թրիփը օգոստոսի 8-ին էր ինքը քաղաքական հայտարարություն։ Հիմա թրիփը վերացվել ներդրումային ծրագրի, որտեղ Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Ըստ պայմանավորվածության 50 տարի հետո թրիփ նախագծում Հայաստանի բաժնեմասը դառնալու է 49%, հայտարարել է Փաշինյանը։ Անդրադառնալով Վենսի այցին Փաշինյանն ասել է, որ չեն քննարկել սահմանային վիճակը, բայց քննարկել են կոնֆլիկտների հետևանքները։ Օրակարգում է եղել մեր գերիների վերադարձի հարցը։ Իսկ ինչ առաջխաղացում կա այդ քննարկումից, լսենք։ Ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում եւ հարցը քննարկվել է օրակարգում։ Ես դες ավելին ասեմ, չափազանցություն չկա։ Մեր գործնականում որևէ
ուղիղ կամ անուղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չանդրադառնանք։ Չկա ուղակի։ Էլի եմ ասում վերաբերելի, որովհետև կարող են լինել ձևաչափեր, որտեղ ընդհանրապես ոչ մի ուղակի կամ անուղակի առնչություն չի։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը բարբերաբար բարձրացնում ենք։ Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ միշտ չէ, որ միջազգային հարթակներից գերիների մասին խոսելն օգնում է։ Օրինակ, եթե միջազգային ամբիոններից խոսեին Վագիվ Խաչատրյանի մասին, նա չէր վերադառնա հայրենիք։ Գերիների վերադարձի հարցում հաջողության հասնելու միակ երաշխիքը խաղաղությունն է, վստահ է Փաշինյանը։ Իդեպ ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսկը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բարնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը, զգուշացնելով, որ դա կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող փխրուն, բայց դրական խաղաղության մթնոլորտը։ Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում թրիփի դերի մասին։ Արման Թաթոյանի գնահատմամբ նախաձեռնության արդյունավետ իրականացումը կարող է տարածաշրջանը դարձնել միջմայրացամաքային առևտրի մոդելի բաժանման գոտին, վերածելով խոշոր շուկաների միջև ռազմավարական կապող օղակի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական ներգրավվածությունը կանխեց հարձակումը Հայաստանի վրա եւ շրջանցեց ավելի անկայունացնող օրակարգերով այլ տարածաշրջանային դերակատարներին։ Այդ համատեքստում թրիփն արդյունավետորեն գերակշռում է վատ բանակցված երկկողմ խաղաղության համաձայնագրին եւ վերաձևավորում է տարածաշրջանային կայունության գործնական հիմքը։ Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հանրային զգայունությունը, Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ այս փաստաթղթում պարունակվող դրույթները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այս տարածքային ամբողջականությունը, այլ նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը։ Փաշինյանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Ռուսաստանին եւ Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու պաշտոնական Երևանի օրակարգում։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել, բայց որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Եվ նաև մենք ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու։ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջև հարաբերությունները մտել են փոփոխվող իրականությանը հարմարվելու նոր փուլ, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով ռուսական կողմը հետաքրքրված է ինքնիշխան եւ ուժեղ Հայաստանով եւ համոզված է, որ երկրի լիարժեք մասնակցությունը համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Իսկ քիչ առաջ նորություն ենք ստացել վաղաշաբաթից, արդեն 10-ից ավելի ձերբակալված կա, նրանց թվում ավականու անդամներ են եւ դաշինքի աջակիցներ։ Այս մասին Նյուզեյմի հետ զրույցում ասել է հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Սիցիլիական Նիսկեմի քաղաքը բառացիորեն հայտնվել է անդունդի եզրին։ Հունվարի վերջին տեղի ունեցած սողանքների պատճառով քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է։ 1500 բնակչի տարհանել են։ 880 շենք, որոնցից մի քանիսը թվագրվում են 17-րդ դարին, վտանգի տակ են։ Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահի ընտրությունը եւ հանրաքվեն, որոնք երկուսն են նախատեսված են մայիսի 15-ին, գրել է Financial Times-ը։ Թերթի տվյալով այս քայլը ձեռնարկվել է ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո։ Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները եւ Կիևը քննարկում են մայիսին Ուկրաինայում ընտրություն եւ հանրաքվե անելու հնարավորությունը հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրերի վերաբերյալ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Probably we won't do very well with them, but that's okay too.
Նեթանյահուն ցանկանում է լավ գործարք կնքել Իրանի հետ։ Նման կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփն իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք կամ հրթիռներ չի ունենալու, նշելով, որ բանակցությունների ձախողման դեպքում նա պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել, ինչպես դա արեց անցյալ տարի։ Ի դեպ, Նեթանյահուն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքներն Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա իր ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այդ սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։ ԱՄՆ-ն Կանադային կապող կամուրջը չի բացվի, մինչև Կանադան Միացյալ Նահանգներին չվերաբերվի այն արդարությամբ եւ հարգանքով, որին մենք արժանի ենք, սպառնացել է նախագահ Թրամփը։ Գորդի Հաուի անվան միջազգային կամուրջը, որը կապում է Կանադայի Օնտարիո նահանգը Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի հետ, չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնին իր հյուսիսային հարևանն ամեն ինչի համար լիովին չի փոխհատուցել։ Եվրոպան այժմ գործ ունի ամերիկյան վարչակազմի հետ, որը բացահայտորեն հակաեվրոպական է, արհամարում է Եվրամիությանը եւ ցանկանում է նրա պառակտումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առևտրային ճակատում մենք գործ ունենք չինական ցունամիի հետ, իսկ ամերիկյան կողմից մշտական անկայունության։ Այս երկու ճգնաժամերը խորցնցում են եվրոպացիների համար, ասել է նա։ Սննդի ու դեղորայքի պակաս, էլեկտրոէներգիայի անջատումներ, ավիացիոն կոլապս, Կուբայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով վառելիքի ճգնաժամ է։ Կղզու ավիացիոն ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ավիաընկերությունների համար վերջանում է վառելիքը։ Ճգնաժամն առաջացել է Միացյալ Նահանգների նավթային շրջափակման պատճառով, որը փաստացի կտրել է Կուբայի հասանելիությունը Վենեսուելայում եւ Մեքսիկայում գտնվող նավթի հիմնական աղբյուրներից։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի։ Ղազախստանը հրաժարվում է կառավարման իր սուպերնախագահական ձևից, հայտարարել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով երկրի նոր սահմանադրության նախագիծը հիմնված է ուժեղ նախագահի, ազդեցիկ խորհրդարանի եւ հաշվետու կառավարության հայեցակարգի վրա։ Իտալիայում օրը ցերեկով կողոպուտ է տեղի ունեցել, որը հիշեցրել է ֆիլմի նկարահանումներ։ Դիմակներով զինված անձինք փակել են ճանապարհն ու պայթեցրել ինկասացիոն մեքենան։ Կողոպուտը ձախողվել է եւ փողերը հափշտակած հանցագործները ձերբակալվել են։ Ինքնաթիռ է կործանվել Հնդկական օվկիանոսի ափին Սոմալիում թռիչքից անմիջապես հետո։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել։ 55 ուղևորից եւ ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք։